Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 27-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 27-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը այստեղ ինչ-որ մի գաղտնիք է բացահայտվում։ Ուշադրություն դարձրեք այդ օրը ձեր առողջությանը, այստեղ հստակ ոչ մեկի համար սիրային եռանկյուն հարաբերությունները, գաղտնի հարաբերությունները բացահայտվում են, կամ բացահայտվում են, որ դուք գտնվում եք նման հարաբերությունների մեջ։ Կամ եթե ոչ է թաքուն գործողություններ եք ուզում այդ օրը անեիք, ինչ-որ մարդկանց սուտեիք, ինչ-որ գաղտնիքը բացահայտվում է, չեք կարող մինչև վերջ այդ ամենը գաղտնի պահել։ Եվ իհարկե օրվա ընթացքում սուտ կա, նորություն կլսեք, սպասում եք ինչ-որ մեկին եւ գնացել եք հիվանդանոց կամ բժշկական կենտրոն, այնտեղ եք սպասում ինչ-որ մեկին։ Նաեւ յուրաքանչյուր քայլանալուց առաջ երկար մտածեք այդ օրը, միշտ ապեք ոչինչ անել։ Դե գաղտնիք է բացահայտվելու, ունեք սիրային թաքուն հարաբերություններ, գաղտնի սիրավեպ, նաև գաղտնի գործողություններ, կարող է ինչ-որ մեկն է ձեր հանդեպ գաղտնի գործողություններ անում եւ դա է բացահայտվում։ Չի բացառվում։ Դրա համար է, ասում, որ քայլանելուց առաջ երկար մտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 27-ին։ Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերին է միմիային վերաբերվում։ Այդ օրը
երջանիկ կլինեք, հեռախոսազանգն է ձեզ երջանկացնելու, ինչ-որ մի բան կասեն, կամ դուք զանգահարեք, ինչ-որ մի բան կիմանաք, երջանկանաք։ Օրվա ընթացքում որոշ տհաճ պահեր կան, նաև հրավեր որևէ առիթի, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսման կենտրոն եւ այլն, նաեւ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան, ոմանք հենց պետական հիմնարկության աշխատողի հետ պետք է հանդիպեք, այդ օրը խոսեք։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է հենց կախված, թե ինչպես կընդունեք, ինչպես կանեք, կհասցնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 27-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, անգամ նաև ընկերներ, դա երևի եւ ընկերը ցույց է տալիս, որ ձեզ համար մտերիմ է։ Նաև դա կարող է մեկը հարազատ մարդ է ձեզ, մյուսը ընկեր։ Նաև կարող է այդպես լինել, երկու տարբեր մարդ այդ օրը կամ հանդիպեք կամ խոսեք։ Պետական հիմնարկության հետ կապված գործեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, յուրաքանչյուր պետական հիմնարկություն։ Նաև նորություն կլսեք այդ օրը, գումար եք ստանալու, նաև ոչ իրադարձություն ունեք, որը ձեզ հետ կատարվում է յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարեք, դա է, գումար պետք է գնաք ստանաք, օրինակ բանկից։ Եվ ինչ որ միտեղ երկար եք մնալու, կամ ինչ որ բաներ են դանդաղում, ինչ որ բաներ են դեռ կանգնած, դեռ սպասում եք, եւ դա նշանակում է նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 27-ին։
Հարգելի նպաստակներ, այդ օրը սուտ կա, միգուցե ստի պատճառով է, որ չեք հասցնում գործերն անեք ավարտեք, ասել են, հա, կանենք եւ այլն, եւ չկա։ Նաեւ այդ օրը հույսով լցված եք, հույսներ դրեք ինչ-որ մեկի վրա, դրա մալ երևի չլինում, հա, պետք է հույսներ դնեք միայն ձեզ վրա։ Սպասում եք բժշկի, սպասում եք դեղատանը, սպասում եք կոսմետոլոգի, հա, ինչ-որ մեկին եք այդտեղ սպասում բժշկականի հետ կապված, բժշկության հետ կապված։ Եվ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 27-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, անսպասելի լուր կլսեք, որը կամ սուտ է բացահայտվում։ Նաև հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում այդ օրվա, երջանիկ կլինեք, ինչ-որ բան ձեզ երջանկացնելու է, հանդիպում ունեք այդ օրը ինչ-որ մեկի հետ եւ նամակագրական կապ է սա, նաև փաստաթուղթ կարող եք ստանալ փաթեթ, եթե ինչ-որ բան եք պատվիրել, ինչ-որ բան ստորագրեք նաև կամ ոչ է ինչ-որ կարևոր տեղեկատվություն եք այդ օրը ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին հունվարի 27-ին։ Հարգելի օձեր, այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ընդհանրապես ամեն ինչն է ձեր ձեռքում օրվա ընթացքում, որովհետև այստեղ ունեք նաև բաժանում, որից տխրում եք, կամ հարազատ մարդուց եք բաժանվում, կամ որ ասում է օրը ձեր ձեռքում է, հա, դուք եք անում, ինչ-որ մի բան դուք կարող եք որոշել, հա, ինչ-որ մեկից հեռանալ, ինչ-որ մեկից բաժանվել, հա, այդ ամեն ինչը միայն ձեր ձեռքում է։ Կամ ուղղակի ինչ-որ մեկը եկել էր գնում է հիմա եւ դրա համար տխրում եք։ Ինչ-որ մեկից հիասթափվում եք եւ ձեր կյանքից հանում տվյալ անձնավորությունը եւ գումար եք ստանալու այդ օրը։
Այսքանը ձեզ համար, կամ գիտեք, այստեղ ինչ որ ապրանք կաղ է սարքած լինեք, այդ ապրանքը ոնց որ մարդիկ շատ կան, որ սարքում են եւ դառնում է իրենց համար սիրելի, եւ այստեղ տալիս եք ապրանքը տիրոջը, գումարը վերցնում եք, բայց դուք տխրում եք, որ այդ ապրանքը ձեր տնից գնաց։ Այսքանը հիմա ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հունվարի 27-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը առօրյա ինչ որ տհաճ պահեր կան, ինչ որ ձեզ դա կարծես թե ցավ է տալիս, գուցե սուտ է, ստի հետ է կապված դա։ Համենայն դեպս տհաճ պահեր կան, ինչ որ բան ձեզ ցավ է տալիս եւ սուտ, դա այդ հակառակ պատկերը։ Նաեւ այդ օրը նորություն ունեք, նորություն կլսեք այդ օրը։ Ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, նաեւ հանդիպում ունեք, այստեղ նաեւ ընկերն է, միգուցե ընկերոջ հետ հանդիպում եք։ Կամ ինչ-որ մեկի հետ եք հանդիպում, ընկերոջ հետ խոսում եւ հեռախոսազանգ, որը որ ձեզ բավականին շատ կերջանկացնի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 27-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում այդ օրը, ոմանք ունեն ժամադրություն սիրային, որ ձեզ բավականին շատ կուրախացնի, տրամադրությունը բարձր կլինի, նաև ոմանց համար սա պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, իրենց բարեկամների, սիրելի մարդկանց հետ եւս էլի ձեր տրամադրությունը բարձր կլինի։
Ոմանք այդ օրը ինտիմ հարաբերություններ կունենան, ոմանք կամ շուտ են արթնանում, հա, կամ շուտ եք քնում, այդպես քնելու հետ է կապված։ Եթե աշխատանքի եք, ուշադիր եղեք, որ քնած չմնաք։ Նաև գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 27-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Նաև որոշ գործեր կանեք կավարտեք, միգուցե պետական հիմնարկության հետ է կապված, դա ինչ որ պետք է անեք, ուսման կենտրոն դա կարող է լինել, բժշկական կենտրոն դա կարող է լինել։ Նաև ժամ կարող եք պայմանավորվել, այստեղ ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք կամ հենց այդ օրը, հա, այդ օրը կարող եք պայմանավորվել ժամ, որից է մեկի հետ ձեր ցանկությունները կիրականանան եւ ոչ հնարավորություն եք ձեր ձեռքից այդ օրը բաց թողնելու, ուշադիր եղեք։ Եվ այստեղ եթե ունենք ոմանք ժամադրություն, այստեղ բամբասանք կարող է լինել այդ ժամադրության հետ կապված կամ կարող եք պայմանավորվել ձեր հարազատ մարդկանց հետ, ինչ-որ մեկը կարող գա կողքից, որը օց է, կամ իրոք կարող նախանձում են ձեր հարազատ մարդիկ ձեզ։ Նաև դա կարող է լինել ձեր հարաբերությունները ձեր հարազատ մարդկանց հետ են նախանձում։ Այնպես որ թե ինչպես եք դուք ձեր բարեկամների կամ ձեր հարազատների հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակահաղներին։ Ինչ է սպասվում ակահաղներին հունվարի 27-ին։ Հարգելի ակահաղներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան,
Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, դա կարող է լինել նաև ոչ թե բժշկական կենտրոն, ոչ թե ուսման կենտրոն, կարող գնալ զբաղվել կամ յուրաքանչյուր պետական հիմնարկություն։ Այդ օրը նաև հանդիպում ունեք ոչ թե մեկի հետ, ժամադրություն սիրային, որը ձեզ բավականին շատ կուրախացնի, նաև դա կարող է լինել պայմանավորվածություն ձեզ համար հարազատ մարդկանց հետ։ Ինչ որ բան է ձեզ տխրեցնում, այստեղ երևի հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում, դա է ձեզ տխրեցնում այդ օրը։ Եվ այստեղ ժամ եք պայմանավորվել ձեր ընկերոջ հետ, ուշադիր եղեք, որ հուշանական նոր կարող եք ժամ պայմանավորվել, ձեր այդ օրը կարող եք ժամ պայմանավորվել ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հունվարի 27-ին։ Հարգելի շներ, այդ օրը ունեք գաղտնի սիրավեպ, նաև դա կարող է լինել գաղտնիք, ինչ որ գաղտնի գործողություններ, որ անում եք, կամ անակնկալ եք պատրաստում ոչ մեկի համար, կամ սա գաղտնի սիրավեպը, ում հետ որ կարող հանդիպել։ Ոմանք այդ օրը աշխատանքի կարող են ընդունվել, շատ աշխատանք ունենան, հանդիպեն պետական աշխատողի հետ, հարցազրույցի կարող եք գնալ, գործերը այդ օրը կանեք, կավարտեք, կվերջացնեք, ձեզ նաև հաջողություն է սպասվում ձեր գործերում այն ինչ որ կանեք այդ օրը։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի հարց անելուց եւ կարող գնալ ինչ-որ մտեղ երկար մնալ ուղղակի։ Եթե հարցազրույց է կարող եք այնտեղ մնալ, եթե ինչ-որ պահեր են պետական աշխատողի մոտ պետք է գնաք եւս էլի կարող եք այնտեղ երկար մնալ։ Այսքանը ձեզ համար, ինչ-որ մի բան է ձգձգվում, որը ձեզ համար շատ լավ է եւ դուք ուրախ եք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 27-ին։
Հարգելի ֆարազներ, նաև խոզեր են նշանակում։ Այդ օրը առողջության հետ կապված հարցեր կան, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կարող այցելել նման կենտրոն, հիվանդանոց, բժշկական ոչյա կենտրոն եւ որոշ գործեր այդ օրը չեք հասցնում ավարտել, հա, ոնց որ այստեղ հույսով եք եւ հույսերը չեն արդարացնում կարծես թե որովհետեւ դա ցած ցավ է տալիս, հա, կամ ինչ-որ բան է, որ պետք է ավարտեք, բայց չեք ավարտում, դեռևս պետք է շարունակվի եւ դրա համար այստեղ դա ձեզ ցավ է տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։